Մենք եթերում ենք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն եւ հիշեցնենք այսօր հունվարի 27-ն է, իսկ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Մենք անդադար պետք է հարգենք բոլոր այն հայրենիների հիշատակ, ովքեր կռվել են, ովքեր հաղթանակել են ի վերջո եւ ովքեր հավերժացել են անուն բացարձակ ու սրբագույն արժեքների եւ ովքեր երկնքի արքայության մեջ լույս դարձած այսօր հրեշտակների պես մեզ հետ են հարատև։ Շատ ճիշտ նշեցիր, Հայկ, նրանք հաղթել են ու այստեղ կարելի ասել վերջակետ։ Եվ ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, ճիշտ ժամանակն է հենց այս պահին արդեն ներկայացնենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Մեր տաղավարում է Ալեն Մարգարյանի մայրը, Ալեն Մարգարյան, բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Նազելի Տերտերյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Այսօր մենք խոսելու ենք Ալենի մասին, միասին անդրադառնալու ենք նրա երազանքների մասին, նրա անցած ճանապարհի մասին, նրա փորձելու ենք ավելի լայն բացահայտել նրան, իհարկե ձեր շնորհիվ ու շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք։ Ինչպիսին է Ալենը մանկության տարիներին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեր լուսավոր տաղավարում ինձ հյուրընկալելու համար եւ ընձեռնելու առիթ խոսելու թե Ալենի, թե Ալենյան արժեքների եւ գաղափարախոսության մասին։ Երբ հիշում եմ Ալենի մանկությունը, հակամայից դեմքիս շփիտ է գալիս, որովհետև զարմանալի կերպով Ալենի մեջ համադրվում էին եւ ուրախ, պայծառ, ակտիվ ու աշխուժ զրուցասեր, հարցասեր ու ընթերցասեր Ալենը եւ միաժամանակ նաեւ լրջախոհ, ուշիմ, հավասարակշռված, կարգապահ, դաստիարակված եւ շատ հարգալից մարդասեր Ալեն երեխան։ Գիտեք, մինչև կանցնենք հաջորդ հարցին, մեզ շատ հետաքրքիր է մի հոգեբանության մասին խոսել, որ վստահաբար կարծում եմ դուք կունենաք ձեր մեջ, այ շատ միջոցառումներ արվում են կապված Ալենյան երազանքների եւ գաղափարների հետ, որտեղ մասնակից են լինում փոքրիկ հանդիսատեսը։ Իհարկե Ալենը միակն է, Ալենը հավերժացած է ու միշտ ձեզ հետ է, բայց հետաքրքիր է մեր փոքրիկ հանդիսատեսի մեջ տեսնում եք այն այսպես կայտառ ուժիր երեխաներին, ովքեր նույնպես ունեն երազանքներ եւ ովքեր ձեր մեծ առաջացնում են լավ հիշողություններ ու նրանց մեջ էլ գուցե տեսնում եք որոշ շափով Ալենի մասնիկներից մեկը։ Շնորհակալություն հրաշալի հարցի համար։ Ցավոք Չարաբաստիկ պատերազմից հետո ալենասերների մի հզոր բանակ է ստեղծվել, որոնք սփռված են աշխարհի տարբեր ծայրերում, անկախ նրանից օվկիանոսի այն կողմ են, թե այս կողմ, եւ բազմաթիվ հանդիպումների, միջոցառումների ժամանակ ես ականատես եմ լինում եւ բախտ եմ ունենում մի անգամ եւս փաստելու, թե ինչ հրաշալի սերունդ ունենք, ինչ փառահեղ երեխաներ են, ինչ պայծառ, լուսավոր մանուկներ են, պատանիներ ու աղջիկներ են, եւ այո, ես դրանցից շատ-շատերի մեջ տեսնում եմ ալենական լույսը, ալենական գաղափարախոսությունը, ալենյան արժեքների կրելը, նրանց կրթության, գիտության, արվեստի ու մշակույթի նկատմամբ սերը, խոնարհումը նորից հիշեցնում են Ալենին։ Սա ըստիս են կարևոր հաղթանակն է, որ դուք ձեռք եք բերում բոլոր այն միջոցառումների հետ կապված, որոնք իրականացնում եք։ Եվ իրականացնում եք բավականին լուրջ ծրագրեր, Ալենի երազանքներն եք իրականացնում։ Առաջարկում եւս մեկ անգամ խոսենք այն իրականացված արդեն երազանքների մասին եւ նրանց մյուս մաս երազանքների, որոնք որ պետք է իրականանան։ Շատ բարի։ Այսօր իմ հոգում շատ ցանկալի հարցեր են ինձ տրվում։ Ամռանը կլրանա 5 տարին, երբ հիմնադրվեց ի պատիվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մեծ գրքասերի, ընթերցասերի, մեծ մանկավարժի, երիտասարդ գիտնականի հեքիաթագրի պատվին ստեղծված Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն իր առջև խնդիր դրեց եւ վեհ նպատակ կյանքի կոչելու կրթամշակութային ծրագրեր, ուսումնադաստիարակչական ծրագրեր, Ալենյան գաղափարախոսության եւ արժեքների պրոպագանդան, Ալենյան արժեքներով եւ գաղափարախոսությամբ կրթելու վեհ նպատակը եւ դրանց արդյունքում մեկը մյուսի ետևից ծնվեցին շատ գեղեցիկ մեծ ու փոքր միջոցառումներ, որոնց թիվը օրեցօր աճում է։ Սիրով պիտի նշեմ, որ Ալենյան երազանքներից են
գրքին եւ ընթերցանությանը գրքասերին ձոնված կոթողի հիմնադրումը։ Ալենը ֆիքսում էր, որ ապրել նշանակում է երազել, երազել նշանակում է ճամփորդել։ Եվ մեր բազմաթիվ ճամփորդություններից արդյունքում, երբ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էինք, Ալենը նկարվեց գրքերի մի հետաքրքիր կոթողի հետ եւ իր մեջ հարց առաջացավ, իսկ ինչու մենք մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում չունենք գրքին ձոնված մի կոթող եւ երբ հիշատակի հավերժացման խնդիր առաջ եկավ, ես հիշեցի Ալենի երազանքը ունենալ այդպիսի մի կոթող եւ մեր ընտանիքի ֆինանսավորմամբ Երևանի սրտում Օղակաձև զբոսայգում հիմնեցինք ընթերցասերը պուրակը, որտեղ տեղադրվեց գրքասերը քանդակը։ Այն շատ հրաշալի հարթակ է բազմաթիվ դպրոցների, մանկապարտեզների, տարբեր զարգացման կենտրոնների, մանկավարժների ու երեխաների համար կյանքի կոչելու շատ գեղեցիկ միջոցառումներ։ Այն մեծ նվեր էր թե հանրապետության բնակչությանը, թե զբոսաշրջիկներին, որոնցով լեփլեցուն է պուրակը։ Շատ մեծ նախագծերից է իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթը, որ արդեն 3-րդ տարին է մեկնարկում է։ Փետրվարի սկզբին կորիսկրթական ծրագրի հետ մենք եւս զարկ գտանք 2026 իմ ընկեր Ալեն ընթերցանության մրցույթը, որը 10,000-ից ավել ընթերցող է արձանագրել եւ ոգեշնչված այս երկու նախորդ տարիների արդյունքներով որոշեցինք, որ այն շատ երկար կյանք պիտի ունենա, որովհետև գրքի ընթերցանության, կրթության, գիտության, արվեստի ու գրականության նկատմամբ մեծ հարգանք եւ խոնարհում է սերմանում այս միջոցառումը եւ իհարկե սա նաեւ մեր մանկավարժներին խրախուսելու, նրանց հարգանք մատուցելու մեծ միջոցառում է, երբ յուրաքանչյուր անգամ մանկավարժի տոնին նվիրված օրը մարզահամերգային համալիրում հրաշալի մեծ շոու է կազմակերպում, որտեղ խրախուսում ենք ընթերցասեր հաղթած երեխաներին, ինչպես նաեւ այս տարի մանկավարժներին։ Տիկնիկային թատրոնում բեմադրվել եւ արդեն շուրջ 3-րդ տարին բերկրանք է պատճառում դետեկտիվ Ալենը ներկայացումը, որը մի հրաշալի նվեր է մեր մանուկներին, չնայած այն փաստին, որ այն հաճույքով դիտում են նաեւ մեծերը, որովհետեւ դարձյալ կրթությանը, գիտությանը, արվեստին ու մշակույթին ձոն է։ Պատմում է, թե ինչպես գրքի միջոցով կարող ես ճամփորդել աշխարհում, գրադարանից դուրս չգալով եւ հարստացնում է աշխարհայացքը։ Ու դեռ խաղացանկում կա, մարդիկ կարող են անպայման, եթե չեն դիտել, շնորհակալություն Թումանյանի Ավան պետական ազգային տիկնիկային թատրոնին, այն մշտական խաղացանկում է, որովհետեւ ունի հրաշալի եւ հսկայական պահանջարկ, հոսքը երբեք դպրոցականների ու մեծերի չի դադարում, այնպես որ կարծում եմ, որ դեռ երկար կյանք կունենա եւ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացված հրաշալի մի մեգա նախագիծ էր 25 թվականի դեկտեմբեր 2021-ին Սառցե շոուն, որ իր նախադեպը չուներ մեր մշակութային իրականությունում, երբ Ալենի լեգենդ ամանորյա կախարդանքի մասին հեքիաթի հիման վրա մեր ընտանիքը դարձյալ աջակցեց, որպիսի հայ գեղասահորդները պրոֆեսիոնալների հետ աշխարհի տարբեր երկրներից կարողանան սահեն այդ հրաշալի հեքիաթը որպես ամանորյա նվեր սառույցի վրա մատուցեն մեր հանդիսատեսին եւ լեփ-լեցուն սպորտային դահլիճի լեփ-լեցուն էր հանդիսատեսով այնքան պահանջված էր, որ գնաց հյուրախաղերի դեպի Բաթումի, որտեղ եւս փառահեղ կյանքի կոչվեց ու դեռ դարձյալ հույս ունեմ, որ ամանորի շեմին Ալենի ուղերձը բարության, ներողամտության, սիրո, հարգանքի մասին դեռ երկար տարիներ կհնչի մեր հանդիսատեսի համար։ Գիտեք, մենք վստահ ենք, որ Ալենը ունեցել է մտավոր մեծ կարողություն եւ երևակայական անսահման տարածք, իր արժեվ, իր մտքերում, իր հոգում։ Մենք օրեր առաջ հենց այստեղ տաղավարում խոսում էինք պատանի ստեղծագործողների տաղանդի մասին ու մի բան հասկացանք, որ երբ ստեղծագործում են օրինակ 25 եւ ավել տարեկան մարդիկ, այդտեղ ստեղծագործությունը մի տեսակ այլ հոգեբանություն է ունենում, բայց երբ ստեղծագործում են օրինակ դեռ ոչ չափահաս տարիքի տաղանդավոր պատանիները, մանուկները անգամ, այդտեղ ստեղծագործությունների
երեխաների մեջ կա մի առանձնահատկություն, կա շատ ավելի մեծ բարձրություն եւ անկեղծություն, որը թերևս հատուկ է իրենց ու իրենց մտահորիզոնին։ Այ շատ հետաքրքիր է մի քանի նախադասությամբ դուք մեկնաբանեք Ալենի ստեղծագործությունները, որոնք հենց ինքն է հեղինակել, ինչ առանձնահատկություն ունեն դրանք եւ արդյոք կա պլաններում, որ հենց նրա ստեղծագործություններից մեկին անդրադարձ լինի, թեկուզ էլի ներկայացման ձևաչափով կամ պարզապես ընթերցանությամբ, որովհետեւ շատ հնչեց ընթերցասեր եւ գրքասերը որպես իսկական բնութագիր հերոսի հետ կապված։ Ալենյան երազանքներից էր Հայաստանի Հանրապետությունում բոլորովին նոր աշխարհի մասշտաբով մրցունակ կրթական համակարգի ստեղծումը։ Ինչպես գիտեք, Ալենը փայլուն ավարտել էր թե դպրոցը, թե մանկավարժական համալսարանը եւ ընդունվել էր Բոստոնում Հարվարդի համալսարան։ 2 մագիստրոսական ծրագրով կրթության կառավարում եւ սոցիալական աշխատանք եւ երազում էր, որ պիտի դառնա կրթության ոլորտի մասնագետ եւ իր գիտելիքներն ու պոտենցիալը ներդնի բոլորովին նոր կրթական համակարգի ստեղծման գործում։ Ալենը մեծ երազող էր, անverջ երևակայական աշխարհում էր եւ դրա արդյունքը եղան այն հեքիաթները, որոնք Ալենը գրում էր 6 տարեկանից, երբ դեռ նույնիսկ տառաճանաչ չէր, որովհետեւ այդ տարիներին դպրոց հաճախում էին 7 տարեկանից։ Ես եւ տատիկը անմիջապես գրի էինք առնում, երբ զգում էինք, որ Ալենը բարձրաձայն մտածում է, կամ երբ վազքով գալիս ու ասում էր ես հեքիաթ եմ մտածել։ Առաջինը Տերևը հեքիաթներ, որ ստեղծագործեց նրա բոլոր հեքիաթներում, իսկ դրանք բազմաթիվ են, չնայած որ առայժմ կյանքի ենք կոչել դրանցից ընդամենը 8-ը, որոնք տարիքային ավելի փոքր սեգմենտի համար են նախատեսված եւ ընդգրկված են բոլորիս Ալենի հեքիաթները ժողովածուում, որոնք ի դեպ կրթության նախարարի հրամանով դասագիրք են ճանաչվել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ եւ հանրապետության շատ դպրոցներում դասավանդվում են հենց այդ դասագրքով։ Եվս մեկ իրականություն դարձած երազանք։ Այո, մտադիր ենք, որպեսզի հեքիաթների այդ ժողովածուն թարգմանվի մի շարք լեզուներով եւ այն դառնա նաեւ ոչ միայն հայ ընթերցողի սեփականությունը, այլ նաեւ ինչու ոչ արտասահմանյան փոքրիկների ու մեծերի երեկոները զարդարի բարությամբ, գեղեցկությամբ, հույսի հավատի նկատմամբ ցանկությամբ, որովհետև ինչպես կզնակ հիմնադրամի կողմից տրված մասնագիտական խորը եզրակացությունն էր, Ալենյան հեքիաթներն իրենց մեջ բարություն, սեր, լույս, մարդասիրություն, հանդուրժողականություն եւ ներողամտություն են պարունակում։ Հրաշալի։ Կուզենայի նաև ավելի մանրամասն խոսենք հիմնադրամի գործնեության մասին։ Սիրով։ Ինչպես ասացի, Ալենյան արժեքների, Ալենյան գաղափարախոսության, պրոպագանդան հնարավոր էր լայնածավալ գործունեության արդյունքում եւ դրանից էլ ծնվեց Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը իր արչեւ խնդիր դրեց փոքրիկ լումաններ դնել մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հարցում։ Նրանց Ալենյան օրինակով փորձել դաստիարակել որպես մարդասեր, բարեկիրթ, կարգապահ եւ հարգալից սերունդ։ Եվ մանկավարժների, ծնողների եւ ինչու՞ չէ, աշակերտների հետ ունեցած հանդիպումների արդյունքում մենք փաստում ենք, որ իսկապես Ալենի օրինակով մոտիվացվում են երեխաները, փոխվում է նրանց աշխարհայացքը, փոխվում է նրանց վարք ու բարքը եւ նրանց տրամադրվածությունը կրթության, գիտության եւ արվեստի նկատմամբ։ Մեր ընտանիքը փորձում է իր համեստ լումաններ դնել եւ կրթության ու գրքի քարոզը անել, խրախուսել մեր մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում այսօրվա դժվարագույն պայմաններում դասավանդելու, դասարաններ կան, որոնք 35, 36, մինչև 40 աշակերտ են եւ նրանց հետ ներդնել իրենց տարիների փորձառությունը։ Փորձում ենք մեր միջոցներով խրախուսել նաեւ մեր մանկավարժներին։ Դե իհարկե մեր հիմնադրամի մշտական հոգացության ներքո են հաշմանդամություն եւ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները, որոնց մեր մշտական ֆինանսական աջակցությամբ փորձում ենք թեթևացնել այդ ընտանիքների հոգսը։ Ինչպես նաեւ լինելով ստեղծագործող Ալենը միշտ
կարևորում էր երիտասարդ ստեղծագործողին եւ մենք դարձյալ նրա ցանկություններն ու երազանքները հաշվի առնելով կանգնած ենք շնորհալի պատանիների, աղջիկների, երեխաների կողքին, ովքեր ունեն կրթության նկատմամբ մեծ հարգանք, սակայն չունեն սոցիալական հնարավորություններ, ուստի մեր հիմնադրամը փորձում է աջակիցը դառնալ կրթաթոշակների, ուսման վճարների վճարման գործում։ Փորձում ենք լինել ստեղծագործող երեխաների կողքին, որպեսզի կարողանանք աջակցել, որ նրանց ստեղծագործությունները գրքերի տեսքով հանձնվեն հանդիսատեսի դատին։ Բազմաթիվ են Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպության նախագծերը, դրանց շարքում է ներկայումս կզնակ հիմնադրամի մոտ կցված 300 մանկավարժներ ստեղծել են Խաչատուր Աբովյանին նվիրված ուսումնաօժանդակ ձեռնարկ, որտեղ մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ զուգահեռներ են անցկացվել նաև մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի եւ երիտասարդ մանկավարժ Ալեն Մարգարյանի միջև, եւ որպիսի այդ ուսումնաօժանդակ ձեռնարկը հասանելի լինի մեր բոլոր դպրոցներում, ապա այն Ալեն Մարգարյան բարեգործական կազմակերպության ջանքերով կվերահրատարակվի եւ գրքի տոնին ընթരാճ կնվիրաբերվի Հանրապետության 1400 դպրոցների, բազմաթիվ գրադարանների, որպիսի մանկավարժները ունենան իրենց ձեռքի տակ այդ ձեռնարկը եւ կարողանան մեր առաքյալ ուսուցիչների օրինակով դարձյալ կրթել մատաղ սերնդին։ Եվ իհարկե պլանավորում ենք Ալենի հեքիաթների հիման վրա ստեղծել մուլտֆիլմ, այո, որը կարծում եմ դարձյալ հրաշալի նվեր կլինի մեր թե մեծերին, թե մանուկներին, ինչպես նաև մյուզիկլ։ Սրանք ապագայի մեր ծրագրերն են, Բայց այս տարվա կարծում ենք այո, որոնք ես սիրով ձեզ հետ կիսեցի առանց վախենալու, որովհետև վստահ եմ, որ բերկրանք ենք պատճառելու հազարավոր ալենասերների։ Տիկին Ազելի եւ որպեսի տեղավորվենք եթերային ժամանակահատվածի մեջ, խնդրում եմ շատ կարճ ու հստակ մեզ պատմեք մի փոքր ձեր եւ մյուս մեր հերոսացած զավակների մայրերի հարաբերությունների մասին, որովհետեւ վստահաբար ինչ որտեղ դուք օրինակ եք ձեր կամային հատկանիշներով եւ մտածողությամբ, ինչ համագործակցություններ ունեք նաեւ նրանց հետ, ինչ կարևոր հարցերի շուրջ եք մտածում եւ ինչ սպասենք նաեւ ձեր ու նրանց շնորհիվ։ Շատ մեծ ցավով պիտի արձանագրեմ, որ Չարաբաստիկ պատերազմից հետո 5000-ից ավելի մայրեր կանայք ստացան մեկ կարգավիճակ, հերոսացին ծնողներ, հերոսների կանայք, սակայն նրանք եւս տարբեր են իրենց մտածելակերպով, աշխարհայացքով, կրթական ինտելեկտուալ ցենզով, շատ տարբեր են, եւ նաեւ այդ հսկայական բանակի հետ հնարավոր չէ ուղակի ֆիզիկապես մշտական կապը պահպանել, սակայն կան մայրերի փոքրաթիվ մի խումբ, որոնց հետ ես շատ ջերմ եմ, ինչպես նաև հերոսների կանայք, որոնց հետ մենք կիսում ենք նույն արժեքային համակարգը, եւ այդ հերոսների երեխաները, նրանց ընտանիքները դարձյալ մշտապես մեր ուշադրության եւ հոգացության ներքո են, մեր իրականացրած բոլոր միջոցառումներում նրանք անպայման հատոքյուր են, փորձում ենք տոներին նաև որոշակի ֆինանսական աջակցությամբ կանգնել այդ հերոսների ընտանիքների կողքին։ Իմ գերծանրաբեռնվածության, ինչպես տեսնում եք, այսքան ծրագրերի կյանքի կոչելու պատճառով ես ցավոք չեմ կարողանում շատ հաճախ շփվել, սակայն ելի եմ ասում, բոլորի նկատմամբ պահպանում եմ իմ խորը հարգանքը հենց կարգավիճակից ելնելով։ Անկախ մեր շատ դեպքում հայացքների տարբերությունից խորը հարգանքը նրանց կարգավիճակի նկատմամբ ես եւ իմ ընտանիքն ու իմ շրջապատը պահպանում ենք։ Փորձում ենք հնարավորինս ջերմ շփվել եւ համատեղ ծրագրերի մասին կմտածենք, որովհետև դարձյալ ունեմ մտքեր, իսկ նախորդ տարի ունեցանք հնարավորություն
երբ աջակցում էինք երիտասարդ ստեղծագործող Աննա Սարոյանին, իմ մեջ միտք հղացավ, որ Արցախի հերոսի երեխաները կարող են նկարազարդել երիտասարդ ստեղծագործողի հեքիաթի գիրքը եւ այն կարող է դառնալ մեկ ընդհանուր գիրք հերոսների երեխաների նկարազարդած նկարներով եւ երիտասարդ ստեղծագործողի հեքիաթով ու դա հրաշալի նվեր եղավ թե մեր Աննային, թե նաև հերոսների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև քանի որ շատ մեծաքանակ էինք տպագրել, ուստի եւ իմ հանդիպումների ժամանակ, երբ Ալենյան միջոցառումներ են լինում տարական դպրոցի մակարդակով, ես անպայման այդ հեքիաթի գրքերը որպես նվեր եմ տանում երեխաներին, դրանով մի անգամ եւս Ալենյան երազանքներից իրականացնելով։ Տիկին Նազարյան, մենք միշտ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, զրուցել, հատկապես, որ ձեր դեպքում միշտ նորություններ կան։ Այս տարի էլ մենք շատ մեծ հույսերով կսպասենք, որովհետև թե մուլտֆիլմի, թե այլ շարք հետաքրքիր ինչ-որ նախագծերի մեկնարկ եք արդեն տվել, եւ հուսանք մենք առիթներ շատ կունենանք մեր տաղավարում հանդիպելու, խոսելու արդեն արդյունքների մասին։ Շնորհակալություն ձեզ, որ մեր տաղավարում եք, ավաղ մեր ժամանակը շատ սուղ էր, թե չէ մեծ սիրով կշարունակենք մեր զրույցը։ Այս պահին, սիրելիներս, խոսքը պետք է փոքրիկ երաժշտական դադարից հետո փոխանցենք մեր գործընկերներին, ովքեր սպասում են ներկայացնելու օրվա լրահոսը։